Նախախորհրդարանը կեղծիք է որակում ոստիկանության 3 տարածած տեսանյութը, որտեղ իրավապահ մարմինները հերքում են նախախորհրդարանը ներկայացնող ասալայի նախկին անդամ Ալեկ Ենիգոմշյանի ավելի վաղ հնչեցրած մեղադրանքները։ Հիշեցնենք, ըստ նախախորհրդարանի տեսողական խնդիրներ ունեցող Ենիգոմշյանը ոստիկանների պատճառով հայտնվել էր Երևանի փողոցներից մեկի բանուկ հատվածում եւ միայն քաղաքացիների օգնությամբ է կարողացել անցնել փողոցը։ Ոստիկանությունը մինչդեռ հրապարակած տեսանյութով հակառակն է պնդում։ Կից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե Ենիգոմշյանին մայթ է հասցրել ոստիկանը։ Նրա համար նաև տաքսի են պատվիրել։ Ենիգոմշյանը սակայն հրաժարվել է իրավապահների օգնությունից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախախորհրդարանի ներկայացուցիչները պնդեցին, որ ոստիկանությունն այս տեսանյութով փորձում է կեղծել իրականությունը։ Վարդան Հակոբյանը լրագրողներին ցուցադրելով ոստիկանության տեսանյութի դրվագները հետևյալ դիտարկումները ներկայացրեց։ Կադրերից չի երևում, որ Ենիգոմշյանին օգնողները ոստիկաններ են։ Քաղաքացիական հագուստով մարդիկ են, որոնց դեմքը չի երևում։ Հետո նրան մոտենում է արդեն օպերատիվ խմբի ղեկավար Պավել Օրդյանը։ Շատ բարի, շնորհակալություն։ Դուք կարող եք այս կադրերը բազմիցս նայել, այն պնդում է, որ կադրերից երևում է, թե ոստիկանության աշխատակիցն է Ալեկ Ենիգոմշյանին ուղեկցում մայթ։ Եթե մեկը կարող է այս կադրերից հաստատել, որ այդպես է, ես ուրախ կլինեմ։ Այնտեղ երևում է Ալեկ Ենիգոմշյանը եւ ինչ որ քաղաքացիական հագուստով մեկը, որ ուղեկցում է պարոն Ենիգոմշյանին մայթ, որից հետո իրենց ասելով իրեն է մոտենում նոր արդեն օպեր լիազոր Օրդյան։ Երկրորդ կեղծիքն ըստ բանախոսների այն է, որ չի հասկացվում, թե ով է արտաբերում տեսանյութում լսվող խոսքերն այն մասին, որ կույրին օգնել է պետք։ Հենց ոստիկանների կողմից նկարահանված տեսանյութն է ապացուցում, որ նրան բանուկ մասում միայնակ են թողել։ Եթե բարի լինեին, կտրամադրեին իրենց ամբողջական տեսանյութը, ասաց Հակոբյանը, ոստիկանությանը կոչ անելով հրապարակել ողջ նյութը, այլ ոչ թե մոնտաժված տարբերակը։ Այդ պարագայում իրենք կկարողանային պարզել Ենիգոմշյանին օգնել փորձող մարդկանց ինքնությունը։ Ալեկ Ենիգոմշյանն իր հերթին հայտարարեց, որ դեպքի օրը իրեն փողոցից մայթ տեղափոխող, հետո արդեն տաքսի առաջարկող անցորդներ էին, ոչ թե ոստիկաններ, եւ քանի դեռ ոստիկանությունը չի հրապարակել ողջ տեսագրությունը, ինքը հակառակը չի կարող պնդել։ Ասում է, որ ընկերոջը բերման ենթարկելուց հետո ինքը մի քանի վայրկյան միայնակ է մնացել, հետո արդեն կողքից ձայն է լսել, փողոցում ես, արի այս կողմ։ Անկամ եթե ինձ ուղեկցողը եւ տաքսի կանչողը ոստիկաններ են եղել, դա ընդամենը մի քիչ մեղմացնում է իրենց հանցագործությունը եւ ամբողջությամբ չի վերացնում դա, որովհետեւ այստեղ գա ինձ ավտոմեքենան գակնեցնելուց հետո ինձ ավտոյից դուրս բերելու այդ վարյանները, ռոբեները, որոնք եւս հանցագործություն են ներկայացնում իրենցից։ Ենիգոմշյանը շեշտեց, որ իրեն փողոցում միայնակ թողնող ավտոմեքենայից քաշքշելով դուրս հանող ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ասաց, որ անգամ իր հաշմանդամ լինելը իրավապահներին չի ստիպել օրենքի սահմաններում գործել։ Նրանք պարտավոր էին ներկայանալ, ասում է նա։ Հանում են, դնում են մեքենային ուսնում են, ձեռքերս վերել, մեկը վերևից ինձ բռնած, երկրորդը ոտներիցս մինչև վեր խուզարկում է ինձ, եւ հետո այդ խուզարկողը մյուսին ասում է թող։ Եվ այդ ժամանակ այդ իրարանցումի մեջ ես նկատած չեմ, եւ ասում է թող, ես ձեռքերս իջեցնում եմ եւ ինքը ասում է մի վարյան ձեռնաշղթան արձակեմ։ Ուրեմն այդ ընթացքում այդ քաշքշուկի ժամանակ ես չգիտեմ ճիշտ որ վարյանին, ինձ նաեւ ձեռնաշղթա են անցկացրել։ Նախախորհրդարանի ներկայացուցիչները հույս չունեն, որ իրավապահ մարմինները կբացահայտեն ճշմարտությունը։ Ասում են, որ այս ամենը քաղաքական ուղերձ էր, նախախորհրդարանի քաղաքական ակտիվ գործունեությանը իշխանությունների տված պատասխանը։ Ոստիկանությունից փոխանցեցին, որ արդեն հրապարակել են եղելությունը, անգամ վկա տաքսիստի բացատրությունը։ Վերջինս ոստիկանության վարկածի օգտին է խոսում։